Տասնամյակներ փակ երկաթգիծ, ոգևորիչ հայտարարություններ ու շուտապույտ գործարկման խոստումներ։ Ապրիլի 28-ին Կարսում Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը կրկին քննարկեց Գյումրի Կարս երկաթգծի վերագործարկումը։ Կողմերը խոսեցին շուտապույտ գործարկման կարևորության մասին, Միացյալ Նահանգներն էլ սա անվանեց պատմական առաջընթաց։ Այս ձևակերպումները նոր չեն, հիմնական հարցն էլ դեռ նույնն է մնում։ Գյումրի Կարս երկաթգծի բացումը ինչ է տալու կողմերին։ Երկաթգծի շուտապույտ բացումը ինքնըստինքյան ոչինչ չի նշանակում, որովհետև պետք է սպասել բուն փաստի իրականացմանը։ Միշտ ականատես ենք եղել նման ոգեշունչ, բոցավառնչող խոսքերի, ողջույնների, շնորհավորանքների, բայց կարևորը իրադարձությունն է։ Արդյոք կլինի դա թե ոչ։ Իսկ լինելու դեպքում հայկական կողմը արդյոք դուրս չի մղվում խաղից։ Արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով երկաթգծի գործարկման դեպքում նպատակը բեռների փոխադրումը պետք է լինի։ Բաքվից դեպի Գյումրի տարբերակն էլ ընդամենը 600 կիլոմետր։ Զգալիորեն ավելի կարճ է, ի տարբերություն 800 կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի Կարսի։ Լավ է հնչում, բայց վերջին տարիներին բանակցությունների ընթացքում ոչ մի անգամ չի քննարկվել Բաքվից Գյումրի հասնելու տարբերակը։ Բաքվից դեպի Ղարս ամենակարճ ճանապարհը անցնում է Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Խաղ։ Դա 600 կիլոմետր է։ Բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Իշխանությունները դրա մասին չեն խոսում երբևէ։ Միթե Թրամփի ուղին Թուրքիայի կողմից չի դիտարկվում բեռնափոխադրումների համար հնարավոր ճանապարհ։ Ավելին, Թուրքիան նախորդ սեպտեմբերից Կարսից Նախիջևան երկաթուղին է ակտիվ թարմացնում։ Ինչու է թուրքական կողմը շահագրգռված Գյումրիի հատվածն ապաշրջափակելով։ Դիվանագետի խոսքով նպատակները տնտեսական չեն։ Եթե դա պայմանավորված չի Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս ծրագրի հետ, եթե այդ երթուղով կապ չունի, դրանով չի պայմանավորված, ապա Գյումրի Ղարս երկաթգծի արդիականացումը ընդամենը դարձնում է Թուրքիայի համար Գյումրին շատ մարդ չելի։ Հարմարավետ այստեղից բխող հեռու գնացող, այդ թվում նաև ռազմաքաղաքական հետևանքներով։ Այդուհանդերձ տնտեսական նպատակը ևս արժե դիտարկել։ Ենթադրենք բացվում է սահմանը բեռնափոխադրումների համար։ Հարցերի շղթա է սկսվում։ Հաշվարկվել է բեռնափոխադրումների ծավալը։ Փոխհատուցվելու է ծախսը, որը դրվելու է երկաթուղու վերականգնման համար։ Ի վերջո տարածաշրջանում արդեն գործում է Բաքու-Թբիլիսի Կարս ուղին, եւ հիմնական բեռնափոխադրումները վաղուց անցնում են այդ ուղղությամբ։ Արդյոք կկարողանան ծանրաբեռնել այդ երթուղին, այդ ճանապարհը համապատասխան ուղևորափոխադրումներով կամ բեռնափոխադրումներով, եթե դա չի լինելու, ապա անգործության մատնված երկաթգիծը լինելու է պարզապես եւս ասենք մի հաջողություն ճանապարհը բացելու, բայց միայն երկաթգծի բացումով չէ։ Պետք է իսկապես կարողանալ ազատականացնել ամբողջ հաղորդակցությունը եւ դա անել առանց որևէ պայմանների։ Կաժոյանը, ով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արտասահմանյան туриզմի վարչությունում է աշխատել, հիշում է, Կարս-Գյումրի երկաթգիծը բեռնափոխադրումների համար նախատեսված չի եղել։ 80-ականներին այս հատվածով Թուրքիայի տարածքով Հայաստան էին մտնում Սիրիայից, Իրաքից, Լիբանանից ժամանող սփյուռքահայերը։ Այն ժամանակ էլ փաստորեն երկաթգիծը ծառայում էր Թուրքիայի շահերին, ասում է զրուցակիցս։ Այսպիսով, Կարսում հերթական հանդիպմանը հնչած հայտարարություններից անդին մեկ հարց մնում է առանց պատասխանի։ Այս երկաթգիծը բացվելու է բեռներ տեղափոխելու համար, թե այլ նպատակ ունի։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։